Սիրելի հեռուստադիտող, սիրելի հետևորդ ու ճամփորդասեր, մենք ձեզ ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող մի ֆանտաստիկ վայրից։ 2026-ի մեր առաջին ճանապարհորդական երթուղին է, ինչը ներկայացնելու ենք ձեզ մեծագույն սիրո, աղթալա, պատմություն, լռություն, բնություն, այս ամենը կատարյալ համադրվում են։ Աղթալայում արդեն ունենք գիշերակացի հնարավորություն, ինչը ինձ բնականաբար ուրախացնում է։ Արամյանց ամրոց։ Կարող եք ոչ միայն տեսնել այս մշակութային ժառանգությունը, այլ նաև գիշերել։ Այս դղյակը բովվել է կյանքի պատմություններում, ծառայել է էլ որպես կեցավայր, էլ որպես զինվորական հավաքատեղի, էլ որպես պահեստ, այստեղ կազմակերպվել են նաև գրական երաժշտական երեկոներ, մտավորականներ են հավաքվել, մի խոսքով տարբեր տարեթվերի ծառայել է տարբեր նպատակներով եւ այսօր արդեն ընդունում է հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։ Մինչ կներկայացնեմ ձեզ սենյակի հարմարությունները, եկեք շրջենք տարածքով։ Կան մի քանի հետաքրքրություններ, որոնք անկեղծ ասած ուղեղս խուտուտ տվեցին եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իդեպ դեռ շարունակվում են համրաշինարարական աշխատանքները, ռեստավրացիոն աշխատանքները։ Ահա եւ առաջին հետաքրքրությունը Արամյանցի այս փոքրիկ լողավազանն է ու այս կենտրոնը։ Ուզում եմ ասել, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կան էներգետիկ դաշտ ունեցող շատ վայրեր։ Սյունիքի մարզում, Շիրակի մարզում եւ Լոռվա մարզում։ Եթե զգացիք, ձայնս մի ձևի սենց, ինչ ասեմ, արձագանքում է։ Ռոբոտա ձև ելևեջներ աստանում։ Այստեղ այսենց ոնց որ մի քանի հոգի խոսեն, բայց բավական է դուրս գամ այս շրջանակից։ Փոխվեց ձայնս։ Փոխվեց։ Ես չգիտեմ ինչպես կարելի է սա բնութագրել, ինչա կատարվում այս շրջանակի ներսում, բայց որ ինչ որ բան կատարվում է, դա հաստատ։ Ու եղել են շատ տուրիստներ, ովքեր եկել են այստեղ զուտ երազանք պահելու, բայց ոչ թե նյութական, մեքենա եմ ուզում, շքեղ բնակարան եմ ուզում քաղաքի կենտրոնում, հարստանալ եմ ուզում, չէ։ Այն ինչ տարիներով փափագել եք, այն ինչ տարիներով երազել եք։ Փորձեք։ Իդեպ սիրելի տուրիստներ, տարածքը արդեն մաքուր է, կան աղբամաններ, նստարաններ, մի խոսքով իդեալական հանգստի համար պայմաններ կան։ Մեզ ողջունում է Վանուհին, Վանուհի ջան, ողջույն։ Ողջույն Տիգրան ջան։ Ոնց ես։ Բարով եք եկել։ Լավ եմ, դուք ինչպես եք։ Հիմա քեզ ոնց ներկայացնենք շնողեցի, աղթալացի, թե ուղղակի լոռեցի։ Ես լոռեցի եմ, թե միշտ ներկայանում եմ որպես շնողնեցի լոռեցի։ Ես շատ լսել եմ ամառային լողավազանի մասին։ Այո։ Արամյանցի, բայց այդպես բախտ չի վիճակվել տեսնելու։ Ասում են այնտեղից շքեղ տեսարաններ են բացվում։ Այո, դա տեսնել է պետք Տիգրան։ Կուղեկցես։ Անպայման, գնացինք։ Փաստորեն 1900-ականների բոմոնդը կամ մտավորականությունը, ոնց ուզում ես ձևակերպում տուր, հանգստացել է այստեղ։ 1903 թվականին եւ որ տեղի է ունենում Արամյանցի դղյակի պաշտոնական բացումը, կարելի է ասել այն փոքրիկ մշակութային կենտրոնի է վերածվում, քանի որ այստեղ էին գալիս եւ Արամյանցներին հյուրընկալվում ընկերները այդ շրջանի մտավորականությունը։ Այդ թվում Հովանես Թումանյանը, Շիրվանզադեն, Հրիմյան Հայրիկը, Ֆյոդոր Շալյապինը, Վարդգես Սուրենյանցը, հայտնի անունները շատ են։ Հրիմյան Հայրիկ։ Այո, կարելի է թվել եւ այստեղ գրական մշակութային երեկոներ են անցկացրել։ Որսորդությամբ են զբաղվել նաև ինչու չէ տարածքը բավականին մեծ էր եւ դրա հնարավորություններն էր տալիս։ Արամյանցը տասնյակներով արևմտահայեր է բերում եւ վերաբնակեցնում այստեղ եւ հենց այդ մարդկանց ջանքերի շնորհիվ այստեղ ստեղծում են մեծ ու բերքատու այգիներ։
Եթե ես չեմ սխալվում, ինքը արմատներով Արցախից էր։ Այո, Արցախի Քյաթու գյուղից էր։ Մի հետաքրքրական բան էլ ասեմ, որ այստեղ վերականգնվում են նաև արամյանցի այգիները։ Պանուհի, ի վերջո արամյանց ազգանունը ինչու վերացավ պատմության երեսից։ Դա վրացական պատերազմներ, դա հայերի ճուզողություններ, դա ընտանեկան արհավիրքներն էին, ինչն էր պատճառը, որտեվ եթե ասում ես Մանթաշով, ոնց որ հորիզոնականները դասակարգվում են դեպի վերև, ասում ես Արամյանց, արդեն մարդիկ սկսում են մտածել, ով էր, ինչ էր, երբ արեց, ինչ արեց։ Երևի թե յուրաքանչյուր հանգամանք իր գործոնը ունեցել է, իսկ եթե հենց անդրադարձ կատարենք Մանթաշյան անունին, Մանթաշյանին հայտնի դարձրեց Միքայել Արամյանցը, իհարկե նավթաշխարհում, որը հրավիրեց նրան եւ ներգրավեց նավթի բիզնեսի մեջ։ Եվ ընտանեկան գործոնները, եւ աշխարհաքաղաքական իրադրությունը նպաստեց, որպեսզի ցավոք ունենանք այն վերջաբանը, ինչ որ ունեցանք։ Ունեցանք մի վերջաբան, եւ որ 1922-ի դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Արամյանցը կնքեց մահկանացում եւ հետաքրքիր մի պատմություն էլ կա իդեպ, ասում են ռեժիմից վախեցած քաղաքացիները գիշերով էին գալիս այցելության, բայց եւ որ դեկտեմբերի 21-ին դիակառքը դուրս են հանում տանից, ամբողջ քաղաքն է հավաքվում, ամբողջ Թիֆլիսն է հավաքվում, որպեսզի հրաժեշտ տա մեծանուն հայորդու։ Աջունն ամփոփվում է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը, որը ցավոք ռեժիմը եւս ավերում է։ Եվ հողային աշխատանքների ժամանակ նույնիսկ աջունի մնացորդներն են կորչում, եւ մեծանուն հայը մնում է նաեւ առանց գերեզման։ Տես, դու ոչ հանդիսանում ես արամյանցի ազգականը, ոչ հանդիսանում ես արամյանցի բարեկամուհին, բայց ես զգում եմ, որ արամյանց ազգանունը եւ տեղանքը ինչ որ ձևով ուզում եք վերև բարձրացնել։ Այ ինչով է դա պայմանավորված, զուտ աշխատանքի բերումով, թե պատմությունն է միգուցե իրան ասում, միգուցե տեսակն է իրան ասում, այդ շերտերի մասին խոսենք։ Իրականում Արամյանցը ամենաքիչ ուսումնասիրված եւ ամենաքիչ բացահայտված մեր հայ մեծությունների շարքին է պատկանում։ Բնականաբար մենք մեր արչև խնդիր ենք դրել, որպեսզի Արամյանց անունը ավելի ուսումնասիրենք եւ ավելի ընկալելի դարձնենք հայ հասարակության համար։ Այ օրինակ ինչու հայ հասարակությունը պիտի իմանա Ալեքսանդր Մանթաշյան, բայց չպիտի իմանա ով էր Միքայել Արամյանցը։ Առավել եւս, որ ես իմ խոսքում նշեցի, որ Մանթաշյանին հայտնի դարձրեց նավթաշխարհում Արամյանցը։ Իդեպ նրանք երկուսով կառուցեցին 19-րդ դարավերջում ամենաերկար նավթամուղը, որը կոչվում էր Բաքու-Բաթումի։ Այս լողավազանը ունեցել է նաև օժանդակ կառույցներ, հա? Այո, սա տաղավարային հատվածն է եղել։ Իդեպ պահպանված լուսանկարներն էլ անպայման խորհուրդ կտամ ուսումնասիրել։ Հենց այս հատվածներից էլ բավականին շատ լուսանկարներ կան։ Շքեղ է։ Այո, Արամյանցը ինքը յուրահատուկ ճաշակ է ունեցել։ Գիտեք, հետաքրքրական մի բան կա։ Ցանկացած կառույց կառուցելուց առաջ նախ ճարտարապետին գործ ուղում էր Եվրոպա։ Ուսումնասիրության են ենթարկում եվրոպական փորձը, կառույցները եւ այլն, վերադառնում էին արդեն նախագծերով, բնականաբար ինչ-որ բան ավելացվում էր, ինչ-որ բան պակասեցվում էր եւ մի շքեղ կառույց էին ստանում։ Փաստորեն այդ ամենաինստագրամային ռակուրսը այս հատվածն է անկյունային։ Իրականում մեր հայերը շատ են սիրում լուսանկարվել եւ հատկապես այս տարածքն են ընտրում լուսանկարվելու համար եւ ստացված լուսանկարներ ունենում են։
Վանուհուն շնորհակալություն չկրկնվող էքսկուրսիայի համար ու նոր բաներ թերևս Արամյանցում մեզ ներկայացնելու համար։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի ես ներկայացնեմ մեր սենյակը։ Անում ենք այսպես, հետո անում ենք այսպես։ Օհո, ողջույն իմ սենյակ։ Մի անգամից ասեմ, որ ծխելը սենյակում խստիվ արգելվում է ու եթե հանկարծ հանդգնեք, տուգանքը 50,000 դրամ։ Ինչ կարող եմ ասել իմ սենյակի մասին, մի քանի քառակուսի է, ջեռուցվում է, ունենք փափուկ կահույք, իդեպ եւ բացվում է, եւ փակվում է, եթե շատ որ եք, այստեղ նույնպես կարող է ինչ-որ մեկը հանգստանալ։ Շարունակում եմ սիրա շատ խոստովանությունները։ Սիրում եմ նաեւ պապիրուսի դելյուքս տեսակի անձեռոցիկները, երաշերտ, 100% ցելյուլոզ ու էկոլոգիապես մաքուր պրոդուկտ։ Ալերգիա չեն առաջացնում, այնպես որ արխային կարող եք օգտագործել։ Իմ դիմաց հիանալի տեսարան է, սպիտակ, հայկական վառ, խտացված գույներ, փայտ, շքեղա։ Ասեք, որ ստեղծել են այն ամենամինիմալ հարմարությունները հանգիստ գիշերակացի համար։ Կա փոքրիկ լրագրասեղան, առանձին բոքս, որի մեջ ջուր, սուրճ, թեյ, այս հատվածում զգեստա պահարան, ինչպես նաև պահոց տաք ծածկոցներ, միանգամյա օգտագործման հողաթափեր, կախիչներ, վարսահարդարիչ և տաք ցուցիչ։ Ռացիոնալ են օգտագործել տարածքը, իդեպ ունենք սրբիչներ, երկուսն են մարմնի և երեսի, սանհանգույց։ Ոյ, այս չի, բա որ տեղա։ Մերսիցա։ Օդափոխման համակարգը աշխատում է ավտոմատ, դե եթե անկեղծ, մաքրությունը գնահատում եմ 10-ից 10։ Սան տեխնիկան, զգացվում է, որ նորա, ժանգոտած չի, հետքեր չկան, խնամքի պարագաներ ունենք, ինչպես նաև պապիրուս։ Տուալետի թուղթ բոքսում 2 հատ է, կրկին դելյուքս կատեգորիայի, երաշերտ, ինձ թվում է մեկնաբանությունները ավելորդ են, որովհետև շատ վաղուց հորեկա ոլորտի բանիմաց մարդիկ օգտագործում են պապիրուս, որովհետև որակը մեր խոստումն է։ Հարմարություններից սենյակի գոհ եմ։ Այժմ պետք է մտածել մեր ճանապարհորդական երթուղին ճիշտ գծելու մասին։ Այդ հարցում մեզ կօգնի Հայանտառը։ Ողջ անձնակազմին շնորհակալություն սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար։ 2026-ին մեր համագործակցությունը կշարունակվի և կներկայացնենք ձեզ էլ ավելի շատ Հայաստան։ Վարորդը մեզ է սպասում, գնացինք։ Համոյին պետք է ասել շնորհակալ եմ, համոյին պետք է ասել կեցցես։ Երբ գնում ենք անապատ ու սաֆարի տուր ենք պատվիրում, հետաքրքիր է ավազների վրա, առավել հետաքրքիր է ու դժվար, երբ անտառներում ես, իսկ անտառների արահետները ծածկված են ձյան հաստ շերտով։ Եվ այսպես մշակութային ու հոգևոր ինքնության պահպանման ծարավը մեզ բերեց, հասցրեց ճոճկան ու նկատեցիք չէ, քանի հեռվացանք Արամյանցի դղյակից, եղանակը ավելի պարզվեց, ոնց որ գարուն լինի, ուղղակի կանաչ շերտի փոխարեն սպիտակ շերտը։ Շփրտնավանք թվագրվում է 17-րդ դար։ Համոզված եմ, որ շատ-շատերը չէին էլ լսել այդ անունը։ Ես այդ շատ-շատերի շարքում եմ և
մեր հանդիպումը կայացավ շփրտնավանքի հետ ու համոզված եմ, որ շատ քչերն են գալիս այստեղ իրենց հոգևոր ծարավը հագեցնելու։ Նախ դժվարամատչելի վայրում է գտնվում ու քչերին է հայտնի։ Հոգևոր գրականությունն էլ իդեպ լռում է ինֆորմացիոն տեսակետից։ Այնպես որ փորձելու եմ զգացածս խոսքերի միջոցով փոխանցեմ ձեզ։ Գմբեթ չունենք, վանքը խոնարհված է, սվաղի հետքեր կան ու մի շերտի մասին չի խոսքը, մի քանի շերտերի մասին է խոսքը։ Սա հուշում է մեզ, որ տարբեր ժամանակահատվածներում փորձել են վանքը ռեստավրացնել։ Այստեղ կա եւս մի մուտք, այս ավելի սիրուն է։ Շարվածքի շերտերն են գեղեցիկ։ Այս քարե շերտերը մեր պատմության շերտերն են։ Լուռ վկաներն են անցյալի եւ ներկայի։ Ենթադրում եմ, որ տանիքը ընդհանուր է եղել ու այս շեղությամբ միացրել է երկու եկեղեցիները։ Ենթադրում եմ, այս հատվածում խորանն է եղել, ավանդատներ կամ առանձին խցեր չունենք, կան փոքրիկ պատուհաններ։ Այս երկրորդ եկեղեցին ունեցել է նաև մուտք, բայց քարերով փակել են։ Այստեղ գործել են հոգևորականներ, ուսյալ մարդիկ, այսինքն վանական համալիրը նպաստել է մեր պատմամշակութային եւ կրթական զարգացմանը ու ենթադրաբար ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլ նաև կրթօջախ, ձեռագրագրության վայր։ Ես միշտ ասում եմ, ելնեք այն մարդկանց, ովքեր այն ժամանակներում տեսել են ինչա կատարվում, տեսել են ոնց է կատարվում։ Մենք ունենայինք այդ ժամանակի մեքենան ու կարողանայինք երթևեկել անցյալ, ապագա ու այս պատմությունները ու այս դիտարկումները, որոնք որ առաջ ենք քաշում, գոնե աչքի պոչով տեսնեինք։ Եվս մի կարևոր կոթող, եվս մի ապացույց միջնադարյան Հայաստանի հոգևոր կյանքից։ Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Ես ինձ համարում եմ երջանիկ հայ, որովհետև շոշափում եմ պատմությունը իմ ձեռքերով։ Զգում եմ պատմությունը ոգով, սրտով, ուղեղի յուրաքանչյուր ծալքով։ Չնայած համոզված եմ, որ լինելու են մարդիկ, ովքեր նախընտրելու են ամռանը գալ ճոճկան, տեսնել շփրտնավանքը, վայելել գեղեցկությունը, բնությունը, անտառները, բայց նաև կլինեն համախոհներ։ Իմ մտքի մարդիկ, ովքեր սիրում են տարվա այս եղանակը, որովհետև յուրաքանչյուր եղանակ ունի իր գեղեցկությունը։ Դեպի Հաղպատ տանող գլխավոր ճանապարհի եզրին գտնվում է Լաստուես ռեստորանը։ Օրերը շուտ են մթնում, ես մեղավոր չեմ։ Ընկերներս ասացին, որ այստեղի խոհանոցը անմահական է։ Ես էլ պետքա փորձեմ, որ որպես էքսպերտ
ասեմ արժի գալ, թե չարժի գալ։ Հիմա անվան մասին, ինչու լաստու էր։ Տարածքում քարանձավները շատ են եւ հնում այդ քարանձավներ բարձրացել են արհեստական սանդուղքներով։ Ասել է թե լաստուերներով։ Այստեղից է ռեստորանի անունը Լաստուեր, հիշեք, Լաստուեր, եկանք։ Ինչ վերաբերում է տարածքի ինֆրաստրուկտուրային, ոչ միայն քարանձավներ, այլ նաև չրչռներ, գետ, խաչքարեր, հնություն, կամուրջներ, ֆլորա, ֆաունա, ամեն ինչից էսթետիկ ու գեղագիտական հաճույք եք ստանալու։ Հիշեք, ցուրտա, ես քո ջանին մեռն եմ ցրտա դիմացկուն Տիգրան։ Հիմա տեսեք, ժամանակին հաղպատավանքում այս թախտի վրա հանգստանում, քնում կամ ստեղծագործում էր Սայաթ-Նովան։ Ժամանակները փոխվել են, այո, հիմա այս թախտի վրա իր համովություններին սպասում է Տիգրանը։ Բան չասեցի, ուտեստների բույրերը կռիվ են տալիս իրար հետ, փորձինց, դե համբերեք։ Ու միանգամից անցում մեր հաղորդման գործընկերոջը, Զանգեզուրի թռչնաֆաբրիկային, լավ է, սկսենք։ Կծու, մեղր, քունջուտ, դարչին։ Դե արի հասկացի, աբո ես հաստատ կեղևով եմ փորձում։ Մա ես դեզ ասեմ, ես կծու սիրում եմ։ Օ, հետ համային է կծուն գալիս։ Սկզբից տենց չէ, բայց հետ համային գալիս է։ Երբեք չէի պատկերացնի, որ դարչինը, մեղրը, հաղարջը կարան սենց լավ ընկերություն անեն։ Բրավո մեր խոհարարին։ Ես չգիտեմ սա էքսպերիմենտ է թե չէ, բայց մենյուում կա եւ այստեղ գալուց անպայման փորձեք։ Համ հավես է, համ էլ համով է։ Ինչ վերաբերում է մսին, շատ լավ համենվել է սոուսի հետ։ Ֆեստիվալ գույների, համերի եւ համադրությունների։ Ասում եմ, այս էպիզոդից հետո պիտակավորելու են կեղևակեր Տիգրանը։ Չես կարողանում արգելակես։ Tot լավն է։ Ծանոթանանք խոխոբի հետ ավելի մոտիկից, կանաչին առատ, այս կրծքամսով է, չէ, հավի կրծքամիս, սալորաչիր եւ նուր։ Ես ճիշտ է, նուր չեմ սիրում, կներեք իհարկե, բայց այդ թթվաշությունը գնահատում եմ աղցանների մեջ։ Սխտորի ակցենտներ էլ կան։ Սենց թեթև նոտաներ հավանեցի, բայց ինչն է ատամիս տակ, պոպոկ էլ կար, հա, կար, ես ձեզ սենց ասեմ, շատ տուրիստներ փնտրում են ոչ միայն տեղանք, որտեղ համով հաց են տալիս, այլ նաև տեսարաններ, ինչը այդ գինարբուքը դարձնում է էլ ավելի գեղարվեստական։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ էպիզոդը դիտելուց հետո անպայման հաղպատ գալուց մտեք Լաստուեր ու ծանոթացեք հովոյի հետ, ձերքը շատ համով է։ Ես ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնեք գյուղական մածունին։ Մեր մոտ սուպերմարկետից երբ գնում ես պետական մածուն, գթալը սենց դնես, կընկնի, այստեղ կանգնում։ Օգտվենք ես հարստությունից։ Ես ձեզ ասեմ, առաջին կծը միշտ խապուսիկ է լինում։ Շարունակեք այս պրոցեսը, որպեսզի ամբողջական համը դիպչի ձեր քիմքին։ Մեղքս ինչ թաքցնեմ, խաչմերուկա։ Եվրոպականը կամ ժամանակակիցը հայկական ավանդականի հետ սինթեզել։
ու այդ անում են խոհարարները, սկսում են ստեղծագործել, այլ կերպ ասած, վրձնահարել, սենց միանգամից էլի, ու համոզված են, որ դա հաճախորդին անպայման դուր է գալու։ Իսկ ես այսօր ոչ թե ընտրեցի, ես այսօր այս ընթրիքը վայելեցի։ Մնացյալը արդեն մեր ստեղծագործական կազմի հետ, իսկ այս գեղեցիկ ու համով նոտայի վրա ձեզ մաղթում եմ բարի գիշեր, անուշ երազներ, կհանդիպենք առավոտյան Նախաճաշի տեսարանի շուրջ, կքննարկենք մեր երկրորդ ճանապարհորդական օրվա անելիքները։ Բարի գիշեր։ Օգտվենք նաև այս բարիքից։ Հոն շատ եմ սիրում։ Ուտողների համար, աշխատողների համար, Չնայած դրսում ձմեռ է, բայց մեր ներսում տաք է։ Արևն է շողում ու երգելը տա գալիս, ասմունքելը տա գալիս, նախաճաշելը տա գալիս։ Այսպիսի տեսք ունի մեր նախաճաշի սեղանը, հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նախաճաշ։ Ամռանը վիտամիններով հարուստ բանջարեղեն, իսկ ձմռանը վիտամիններով հարուստ գրուպեղեն։ Rio Grande-ն առաջարկում է լայն տեսականի գրուպեղենի, այսօր մեր նախաճաշը կզարդարի մանին։ Ստացված ալյուրի մի քիչ կոշտ տեսակն է, մենք այսօր փորձելու ենք շիլա տարբերակը։ Իդեպ ասեմ, որ իտալական պիցայի խմորի հաջողության ու համովության գրավականը հենց մանին է։ Մարդիկ կան մի փոքր ավելացնում են շաքարավազ կամ աղ, ես առանց ավելացումների։ Շնորհակալություն Rio Grande, որ ինձ հիշեցրեցիր մանկության համը։ Առավոտները սկսեք ճիշտ սիրելի ճամփորդասերներ, այսինքն նախաճաշով։ Լավ, նախաճաշից հետո շարունակում ենք մեր թողարկումը եւ երկրորդ ճանապարհորդական օրը սկսում ենք Շամլուղից։ Եկել ենք Շամլուղի անտառները, իսկ անտառներում թաքնված է թթու հրաշք, ինչը ձեզ խմելուց կարող է հիշացնի կանաչ խակ խնձորի կծվությունը, հենց որ վայելենք։ Համենայն դեպս ես առաջարկում եմ ձեր տուրիստական երթուղու մեջ ներառեք տուրիզմի հնարավոր եւ անհնար տեսակները եւ ոչ միայն այցելեք պատմամշակութային վայրեր, այլ նաեւ հաշվի առնեք բնական այս հրաշքների արկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Իջնելը կիջնենք, բաբարցանալը հետո։ Այս Շամլուղի թթու ջուրը ծնվում է լեռների լռությունից ու հողի
հևոցից կամ շնչից։ Սիրուն տենց գեղարվեստական ձևակերպում կարելի է տալ։ Հիմա փորձենք ու հասկանանք։ Եթե լսենք գյուղացիների, առողջարար հատկություններ էլ ունի։ Միգուցե մի քանիկումից երիտասարդանակ։ Քանիկում խմում ենք, այնքան տարով երիտասարդանում ենք։ Արմի 7-10 տարով ջահելանանք, աբո։ Մինչև դեգուստատորը կփորձի այս ջուրը, առաջարկում եմ ձեռքերը լվանալ, բայց յոման սառնա, հա։ Դու բրախի հետ կամերան, արի ջուր խմի։ Այս երևի մի 4 կում կա։ Թթվաշությունը կա, անկեղծ կա ու նենց չի շատ գազավորված է, թեթև, շատ թեթև։ Միգուցե տարիների ընթացքում այդ գազի արկայությունը քչացել, քիչ նոտաներով, բայց զգում ես։ Այս ջուրը պետք է վայելես դանդաղ, որպեսզի ջուրը իր հիշողությամբ պատմի քեզ պատմություններ։ Մի կում ու մարմինը թուլանում է։ Էլի մի կում ու դու սինթեզվում ես բնության հետ։ Այս հասկանում եք զուտ խոսքեր չեն։ Այս վայելքի ընթացքից զգացածս է։ Ինչը համոզված եմ։ Զգալու եք նաև դուք։ Եկանք Շամլուղի թթու ջուր ահել, վերադառնում ենք ջահել։ Հիշեք, Լորվա մարզ Շամլուղի անտառներ թթու ջուր։ Շնորհակալությունները հետո։ Բարև ձեզ։ Սառել եք։ Ձմեռ է, հունվարն է։ Այսօր մենք ուզում ենք կրկին ու նորից զարմացնել մեր հեռուստադիտողին, որովհետև այնքան չբացահայտված շերտեր ունի Ախթալան, որ պետք է անդրադառնալ դրանց ու հարկը համարում ենք հիմա, որովհետև ձմեռային սեզոնին ասում են ներտուրիզմը մի քիչ տուժում է, բայց այցելուների հոսք ոնց տեսնում ենք Փառք Աստծո։ Կա, այո, իհարկե, այստեղ տարբեր ժողովուրդներ են ապրել եւ տարբեր քրիստոնեական համայնքներ են եղել եւ մենք այսօր գնալու ենք, որի մասին շատ քչերը գիտեն, Սուրբ Դիմիտրիոսի մատուռը եկեղեցին, որտեղ նաեւ կա հայկական խաչքար։ Շատ լավ, ինչ կպատմեք սրբի մասին։ Սուրբ Դիմիտրիոսը ուղղափառ եկեղեցու նշանավոր սրբերից է եւ ուղղափառ բոլոր եկեղեցիները տոնախմբում են, ինքը հայտնի սուրբ է, իր կյանքը տվել է քրիստոնեության պահպանման համար, նահատակվել է։ 13-րդ դարի կառույց է համարվում այդ մատուռ եկեղեցին եւ շատերը նշում են, որ այդ մատուռ եկեղեցին կառուցել է Իվանես Զաքարյանը, Զաքարե Զաքարյանի եղբայրը եւ շատերը ասում են, որ Իվանեի դա ճգնարանն է եղել, աղոթքի մենաստան, այսպես ասած։ Ուզում եմ հասկանալ պատմությունը լռել է այդ մատուռ եկեղեցու գոյության մասին, նոր է բացահայտվել, թե տեսեք, լավ հարց եք տալիս, այդ եկեղեցու մատուռի մասին շատ քչերը գիտեն, պատմական այսպես վկայություններ գրեթե չկան, սկսվել է ուսումնասիրությունը եւ բացահայտվել են այս կարևոր սրբությունները։ գնանք։ Միասին գնացինք։ Փաստորեն օգտագործել են բազա, մեկ էլ Աղյուսը, բայց ուշ շրջանի են օգտագործել աղյուսը։ ըստ ձեզ քանի անգամ ռեստավրացվել։ Ինձ թվում է վերջի անգամ արվել է սովետի վաղ, ինձ տես թվում է։ Ինչի եմ մտածում, որովհետեւ այս բաները, տենում ես, լիցք հարածը։ Ամրակայում եղել է վերջի էլի։ Դեր հետում ես կողքնել է ինչ-որ։ Հա, կարող է եղած լինի Վանահոր ճգնարանը։ Տես կավի բան կա դրած։ Հա, իսկ սա շարունակություն է։ Շարունակ ու միանշանակ։
Դրա համար եք ասում մատուռ եկեղեցի։ Այսինքն հսկայական շինություն է։ Իսկ արի մտնենք մեջը, տես ինչ խորհրդավորություն կա։ Ահա, սա Սուրբ Դիմիտրիոս անունը կրող այս մատուռ եկեղեցին է, որը պահպանվել է, այսպես ասած, խորանի հատվածը։ Սրանք խորհրդանոցներն են, որոնք ծառայել են ծիսական կյանքի համար, պատարագի համար, եւ վստահաբար նաեւ այստեղ եղել է սուրբ սեղան, որ Գվանահայրը կամ Իվանես Զաքարյանը կամ նշանավոր այլ իշխաններ Զաքարյան ընտանիքից կարողանան հաղորդվել Տիրոջ հետ նաեւ առանձին կապ ունենան։ Տեր հայր, միջնադարում վաղ կամ ուշ եղել է մեղքերի թողության կամ մեղքերը խոստովանելու այդ մշակույթը։ Այո, իհարկե կա, նախ մեղքերի խոստովանության կամ խոստովանության, այսպես ասած, ինստիտուտը եկեղեցու հիմնադրման օրվանից կա, որովհետև առավել եւս միջնադարում ոչ միայն ընդհանրական խոստովանություններ են ձևավորվել հոգևորականի եւ հավատացյալի, այլ նաեւ մինչեւ այսօր առանձնական, ընդհանրական եւ առանձնական եւ այդ պրակտիկան մինչեւ այսօր գործում է։ Այսինքն հետևություն եմ անում, որ հենց այստեղ իշխանական ծագում ունեցող կամ ազնվական ծագում ունեցող մարդիկ պրիվատ Այո, առանձնական, այսպես ասած, եկել են խոստովանության եւ հաղորդություն են ստացել։ Սիրելիներ, ջաներ, ու մեր ճանապարհորդական երթուղու կուլմինացիան Ախթալայում ունենք ծաղկագավիթ մշակույթի կենտրոն։ Այստեղ հավաքում են ճուտիկ-պուտիկները, դպրոցականները եւ ստեղծագործում են։ Իդեպ սիրելի տուրիստներ, դուք նույնպես կարող եք մասնակցել այս մաստեր կլասերին։ Այստեղից ինչ հուշանվեր ձեռք բերեք, իմացեք, որ հայ վարպետների ձեռքով է արված։ Ի վերջո, մեր ճանապարհորդությունների մեծ մասը ինչն է կազմում։ Հարց տվել եք ինքներդ ձեզ։ Շոպինգ։ Որևէ երկրից հուշ անպայման տանում ես քեզ հետ։ Ինչքան սիրուն են։ Ուզում եք չէ իմանալ ոնց են ծնվում այս հուշանվերները։ Բարև տաղանդավորներ։ Ողջույն։ Լավ եք։ Ինչ ենք անում, ոնց ենք անում։ Խանդակ ենք պատրաստելու։ Այս մի քիչ դժվար է։ Ստացվեց։ Հա, շատ լավ ստացվեց։ Հետո զուբիլ չակոչ։ Չէ, դժվար բան է։ Դժվար բան է։ Այս քարերը հատուկ տենց քարեր են, չէ՞, ընտրված, որ կարողանաք աշխատեք։ Հատուկ քարեր են, որպես կարողանանք աշխատել։ Դες մակերեսորեն թե խորը պետք է լինի։ Եթե հնարավոր է, կարողանաս մի քիչ խորը։ Առաջի անգամի համար վատ չի։ Так, այս կողում ինչ ունենք։ Բարև ձեզ։ Գտակ խաղամ։ Ոնց որ պլաստիրին լինի։ Հետո ֆորմա ենք վերցնում։ Երգում եք երեխեք գործանելուց։ Բա մեր տատիները, մամաները ոնց էին անում։ Աշխատանքային երգերը ոնց էին ծնվում։ Աշխատանքի ժամանակ։ Աղջկաս անունը սկսվում է Է տառով։ Է գրենք։ Հա։ Եվա։ Սիրելի հեռուստադիտող ու տուրիստներ, ավարտվեց մեր հեռուստածրագիրը։ Ես ասեմ, որ ձեզնից եւ յուրաքանչյուրը ունի հնարավորություն գալ այստեղ ինպես կանգնել, նստել, չգիտեմ, եւ սկսել աշխատել, թե կավի հետ, թե քարի հետ, ինչից ծնվում են ձեր հուշանվերները։ Կարող եք վերցնել եւ տանել այլ երկրներ, որտեղ էլ ցույց կտաք մեր հայկական մշակույթը։